Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Նա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը իրատեսական չի համարել։ Նա նաև խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթից։ Այն բառապաշարը, որ օգտագործվեց եւ որի օգտագործում ես դատապարտեցի, դա Հայաստանում լայնորեն ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Էլի եմ ասում, խնդրում եմ բոլորիդ, Վաշինգտոնի հռչակագիր ընդամենը 1 էջանոց փաստաթուղթ է, 1 էջանոց 5 կետ։ Խաղաղության համաձայնագիրն էլ հրապարակված իմիջիայլոց շատ մեծ չէ, եւ դա է այն լեգիտիմ եւ համաձայնեցված բառապաշարը, որի վրա մենք պետք է հիմնվենք եւ որի օգտագործումն է միայն, որ մեզ հնարավորություն կտա նորածին խաղաղությանը խնամել եւ հասունացնել։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցներին, արդեն ասի, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի ավելի շատ նրանց բնակավորման հարցերը լուծելու համար։